Դեկտեմբերի 29-ն է, արդեն 2 օր է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ղեկավարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կարելի ասել 50-ից ավելի աշխատակիցներ 24 ժամ ռեժիմով աշխատում են, որպեսզի վերականգնվի այս ենթակայանում էլեկտրամատակարարումը։ Գիտեք, 2 օր առաջ պայթուն ըստ նախնական տեղեկությունների պայթուն հրդեհ բռնկվել, ինչի պատճառով մի ամբողջ թաղամաս փողոցներ հոսանքազրկվել են։ Շամշանքում ահազանգած հարյուրավոր քաղաքացիներ նշում են, թե ոչ մի աշխատանքներ չի կատարվում էլեկտրաենթակայանը կարգի բերելու համար, մինչդեռ հիմա մենք այստեղ ենք, այսօր արդեն երկրորդ թե երրորդ օրն է, չէ՞։ Երրորդ օրն է, էլ եմ ասում, 24 ժամ ռեժիմով մարդիկ աշխատում են, որ հիմա մարդիկ պիտի լինեին իրենց տանը, իրենց ամանորյա գնումներով զբաղվեն, բայց այստեղ են, ամեն վայրկյան աշխատանքը չի դադարում եւ բավականին ծանր մեծ աշխատանք է պահանջվում, որովհետեւ պաստանցիան դեռ հավանաբար սովետական տարիներից է կառուցված եղել ու հիմա տեսնում եք, այս դրսում ամբողջ այդ վառված պաստանցիայի այդ ոնց որ ասում են դետալներն են, այս ամենը պետք է հիմնովին վերանորոգվի, փոխվի, ոչ թե վերանորոգվի, այլ փոխվի։ Էլ եմ ասում, հեցի աշխատակիցները 24 ժամ ռեժիմով աշխատում են։ Այնպես որ հեսա տեսեք, անայշի որ տունը նստած են, էլ եմ ասում, իրանք իրանք նոր տարվա ներս չմտու, հենա տեսեք, այս ամբողջը պտի հիմ կապիտալի փոխում է, թազա պաստանցիա էլի կառուցվելու, ոչ թե կառուցվելու, փոխվելու է այդ ամենը։ Ժողովուրդ ջան, այն որ զանգահարում եք, ասում եք գործ չեն անում, հեսա։ Բայց քանի օր կտևի էսի։ Հելակ։
Սաղ չէ տանջվել եք էլի ստե, հեցի տղերքով բանով չէ, հա բայց սաղ չէ մարդիկ։ Kim var? Oturayım yere Սաղ պրի փոխվել, զրոյից ստեղծվում է էլի, զրոյից ենթակայան է էլի ստեղծվում։ Մենի պրի թազեքը բերվ էլի։ Դեկտեմբերի 29-ն է ժողովուրդ ջան, տեսնում եք, արդեն երրորդ օրն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության
կառավարիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով 60-ից ավելի հեծի աշխատակիցներ, այդ թվում մասնագետներ, Վարդաշեն ենթակայանում հսկայական, ել եմ ասում, 24 ժամ ռեժիմով, անգամ սառնամանիքին, գիտեք, եղանակը ինչա, ցուրտ, անգամ սառնամանիքին գիշերը աշխատում են, որպեսզի օր առաջ վթարը վերացնեն, էլեկտրամատակարարումը վերականգնվի։ Ժողովուրդ ջան, որ զանգահարում եք, ասում եք ոչ մի գործ չեն անում, դա ձեր կարծիքն է, որովհետև դուք եթե գաք այստեղ հեռվից տեսնեք ինչ աշխատանք է կատարվում, կասեք, որ իրոք մարդիկ աշխատում են։ Նույնիսկ փակագծեր բացեմ, ոչ թե վերանորոգում են, այլ զրոյից ստեղծում են նոր ենթակայան, քանի որ պայթուն հրդեհի հետևանքով ամբողջ ենթակայանի հետ հատուկ բաշխիչ ցանցեր են ասում, դարակներ են ասում, որով որ սնուցում է հոսանքը, մատակարարում է հոսանքը, այդ ամբողջը վերածվել է մոխրի։ Հիմա արդեն տեղեկացա նաև, որ արդեն ճանապարհին են այդ հատուկ նոր ժամանակակից, նույնիսկ ասում են ժամանակակից սարքավորումներ արդեն ճանապարհին են բերվում եւ տեղադրվել են։ Այնպես որ ժողովուրդ ջան, ել եմ ասում, մարդիկ անում են անհնարը, որպեսի մեկ օր առաջ, նույնիսկ ժամ առաջ էլեկտրամատակարարումը վերականգնվի։ Հսկայական աշխատանք է։ 60-ից ավելի հեծի աշխատողներ կան, նույնիսկ ընդմիջում չեն անում, այնպես չի չմտածեք, թե հեծի գովքն եմ անում, պարզապես ինչ տեսել եմ, դա է բանը, նույնիսկ իրիկունը անակնկալ թաքուն եկել ենք, տեսել ենք, այս մարդիկ էլի աշխատում են։ Իմ տեղեկություններով նաև երկու անգամ վթարի վայրը ժամանել, այդպես էին ասում, այստեղ հավաքված հեծի աշխատակիցները, ինքը կառավարիչի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն է, երկու անգամ եկել այստեղ, մեկ անգամ էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով իր գլխավոր խորհրդականը Կամո Արեյանը։ Հեսա տեսեք ժողովուրդ ջան, չեք պատկերացնում, մի օրվա աշխատանք չի, օրերի աշխատանք է, բայց մարդիկ էլ եմ ասում, 24 ժամ ռեժիմով հեսա մարդիկ աշխատում են։